այսօրվա բողոքի ակցիան, ուրեմն Արցախայության տեղահանված, ցեղասպանությունից փրկված, այս ծանր իրավիճակում գտնվելու խնդիրների լուծման հարցերի շուրջը։ Արդեն 2 տարի է Արցախայությունը գտնվում է ծանր իրավիճակում, թե հոգեբանական, թե սոցիալական։ Այս վերջի ժամանակները այն բողոքները, այն պահանջները, որ ներկայացրել է կառավարությանը, իշխանությանը, ոչ որ բոլորդ հիշում եք, ամսի 29-ին բազմահազարանոց արցախցիներին համախմբված այդ օրվա պահանջները ներկայացրած է եղել կառավարությանը։ Մի ամիս մեկ վրան եք տեղադրել Ազատության հրապարակում, մի ամիս բոլոր այդ պահանջները մինչև հարցի պատասխանները չստանաք, խոսք եք տվել, որ գնալու եք մինչև վերջ։ Հաշվի առնելով, որ ընթացքում կառավարության կողմից արձագանքները, հաշվի առնելով, որ իրենց խոստումները, որ եկել են այդ համաձայնության, որ խոսք են տալիս այն կարևոր կետերը, այն կարևոր պահանջները, որ ներկայացրել է այդ ժամանակի ընթացքում, խնդրելով, խոսքի պայմանավորվածություն ձեռք բերելով, առաջարկել են 2 ամիսով սոցիալական աջակցությունը շարունակեն, ու այդ 2 ամիսը մեզ վստահեցնելով, որ բավարար է լինելու բոլոր այդ հարցի լուծումների, այդ կարևոր կետերի փոփոխությունները մտցնել։ 2 ամիս անցել է, ոչ մի փոփոխություններ չկա, ոչ մի կարևոր կետերի կամ Արցախահայության կարգավիճակին հարցերի լուծման որոշումներ չկա։ Այն լուծումները, այն փոփոխությունները, որ մտցրել են, որ կատարել են, դա կոսմետիկ ինչ-որ ձևաչափով որոշումներ է, որ ցույց տան հանրությանը, որ ինչ-որ մտահոգված են կամ ինչ-որ աշխատանքներ է իրականացվում։ Ժողովուրդը սուտ է, բոլորիդ խաբում են, որ միշտ խաբել են, նույն ձև էլ խաբում են։ Ես չեմ հավատում, որ 2 տարվա ընթացքում այս հարցի լուծումները չեն կարողացել են ձևաչափով լինել, որ հանրության համար, ժողովրդի համար հասանելի լինի։ Դա արտագաղթի պլաններ է, դա արտագաղթի ծրագիր է։ Մեզ ստիպելով, մենք գալիս եք ստեղ կաղնում ողորմելու իրավիճակում, որ մեզ ինչ-որ փոխհատուցում անեն, որ մենք ստեղ գոյատևենք։ Մենք ուզում ենք ապրենք մայր Հայաստանում, մենք արցախցիներս ապրելու ենք մայր Հայաստանում, մեր հայ ժողովուրդի հետ միասին, որովհետև մենք հետ վերադարձ Արցախը հուսահավատը չենք կտրել, ու դա իրականացում եք տեսնում։ Ոչ մեկը չի կարա շեղի մեր ձեր ոտքերից, ոչ մեկը չի կարա շեղի մեր պատմական սկզբունքներից, մարդկային սկզբունքներից, ազգային սկզբունքներից։ Այո։ Եվ դրա համար բոլորիդ կոչ եմ անում։ Այսօրվա մեր այս բողոքի հետ կախված կառավարությանը նորից վերանայի իր որոշումը, սոցիալական աջակցությունը շարունակական պիտի լինի, ու պիտի լինի մինչև այնքան ժամանակ, մինչև այս ժողովուրդը այս իրավիճակուց մի ձևիկ են գոյատևելու կամ էլ իրաց տան հարցերն է, մնալու հարցերն է, բնակարանային բոլոր որ ասում այդ կարգավիճակում գտնվելու այդ հարցերը լուծեն։ Եսինի կոչ եմ անում, որ մենք ստեղ սպասենք, կառավարության ներկայացուցիչից մեկը դուրս գա, մեր հարցերի պատասխանները տա։ Հարցերի պատասխանների հիմնավորը տա։ Այն խոստումները, որ դուք տվել եք, ինչ է խանգարել, որ չի իրականացվում, կամ ինչի եք մեկ է ժողովրդին ամեն օր, ամեն ինչ-որ ժամանակահատվածում գցում ես մտահոգությունների մեջ։ Դուք պատասխանատու եք, ձեր մեղքով եք մենք հասել այս իրավիճակին։